Իսրայելում կարող են արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինել։ Քնեսեթը նախնական ընթերցմամբ հավանություն է տվել ինքնալուծարման մասին օրինագծին։ 120 պատգամավոր ունեցող խորհրդարանը լուծարելու նախագիծը ստացել է 110 ձայն։ Քվեարկությանը ներկա չեն եղել Քնեսեթի 10 անդամ, նաև վարչապետ Նեթանյահուն։ Արդյոք ավարտվում է Նեթանյահուի իշխանության ժամկետը։ 2023 թվականի Համասի հարձակումից հետո հարցումները ցույց են տալիս, որ Իսրայելի ամենաերկար ղեկավարած վարչապետի կուսակցությունն այս անգամ խորհրդարանական մեծամասնություն չի կարողանա դառնալ։ Միջազգային փորձագետներն էլ պնդում են, Գազայում Համասի, Լիբանանում Հեզբոլլահի դեմ պատերազմները կարող են բացասաբար ազդել Նեթանյահուի վարկանիշի վրա։ Չնայած Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված հրադադարին, իսրայելական հարձակումները Լիբանանում շարունակվում են։ Լիբանանի Դեյր Կանուն քաղաքում մի ընտանիքի բոլոր անդամները զոհվել են ցահալի ավիահարվածից։ Սիրտս կտոր է լինում այստեղ ապրող երեխաների կորստի համար։ Հարվածի ժամանակ երեխաներն այստեղ խաղում էին։ Ամեն անգամ այստեղով անցնելիս նրանց քաղցրավենիք էի տալիս։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ օրական 10-ից 15 խաղաղ բնակիչ է զոհվում Լիբանանում։ Իսրայելի հարվածներին պատասխանում է Հեզբոլլահը։ Խմբավորումը Լիբանանի հարավում վերջին մեկ օրում 24 անգամ հարվածել է իսրայելական ուժերին։ Առավոտյան Գազան էլ է ծանր հարվածների տակ եղել, 4 մարդ զոհվել է, նրանցից մեկը երեխա է։ Իսկ Իսրայելում սկանդալ է պայթել։ Թել Ավիվը ձերբակալել է Գազայի բնակիչներին հումանիտար օգնություն հասցնող Global Sumud նավատորմի անդամներին։ Նրանք ավելի քան 40 երկրների ակտիվիստներ են։ Իսրայելի ազգային անվտանգության նախարարը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է բարձրաստիճան հրեա պաշտոնյան ծաղրում ու սպառնում ձերբակալված օտարերկրացի ակտիվիստներին, որոնց ձեռքերը մեջքի հետևում շղթայված են։ Հերոսների պես եկան, տեսեք ինչ տեսք ունեն նրանք հիմա, ոչ թե հերոսներ են, այլ ահաբեկչության կողմնակիցներ։ Դիմում եմ վարչապետ Նեթանյահուին, նրանց ինձ վստահեք, երկար ժամանակով, ահա թե ինչ տեսք պետք է ունենան նրանք։ Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպանը, Իտալիայի վարչապետը, Ֆրանսիայի արտգործնախարարը քննադատել են Բեն Գվիրի սարսափելի արարքը։ Գազայի բնակիչներին հումանիտար օգնություն հասցնող ակտիվիստների այս նվաստացումից հետո փորձագետներից շատերի կարծիքով Նեթանյահուն պետք է անպայման պաշտոնանկ անի Գվիրին, եթե հույս ունի հաղթել սպասվող խորհրդարանական ընտրություններում։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։